Բարև ձեզ, այսօր 13-ն է մարտի, ես նորից, դուք գիտեք, ապրիլի 14-ին ես կանխատեսումներ արեցի, որ բոլոր ամբողջությամբ իրականացան ու դրանից հետո ես որոշեցի, դրանից հետո էլ կանխատեսումներ չանեմ, բայց այսօր խախտում եմ իմ կանոնը և ժողովրդին Հայ Գյուղացությանը և մյուսներին ասում եմ, որ Հայաստան են մտնում, արդեն մտել են բրազիլական շատ ավերիչ ուժեր, որոնք շատ մեծ վնաս են տալու։ Իսկ դուք ինչպես գիտեք, Տայվանի հզոր ուժերը, դրանք ամբողջությամբ Հայաստանով, Ռուսաստանով ամբողջությամբ շարժվել են դեպի Եվրոպա։ Նրանք այժմ Հայաստանում ոչ մի պաշտպանիչ ուժեր չի կարող լինի, նրանց դեմն առնել։ Ուրատն ասում եսի մեզ երևի թազա գցած առու է, իմի մերն է։ Առու չի, գետ է, բայց հաստատ թազա է գցած էլ չի, ժայթ քած։ Դու մի ասի վիդեոն չէի միացրել, դուք միայն տեսնեիք անտառայինի մասում ինչ կարգ էր հորդում, ու սենց իջնում նախագահական։ Եվ մի փոքր Տայվանի ուժերից մի փոքր շատ փոքր հատված է, նրանք իմ կարծիքով չեն կարողանա դիմակայել բրազիլական հզոր ուժերին։ Նրանց մինչև օգնություն գա հասնի Տայվանի ուժերը Եվրոպայից, դա կտևի մոտավորապես շաբաթ օրը։ Շաբաթ օրից ես խոստանում եմ ամբողջ Հայաստանում լինի 7 օրով պաշտպանություն տամ։ Մինչև այդ ես ուղղակի ուզում եմ ասեմ բոլորդ գյուղացիներին հիմնական պաշտպանության համար միջոցներ ձեռք առեք, ինչ կարելի է անել։ Մի հատ դա Արտաշատ, Նորաշեն, որոնցում եւս երևում են հորդառատ անձրևի հետևանքով հեղեղված այգիներ։ Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզում ուժեղ կարկուտ էր տեղացել։